Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Երևանյան երկխոսություն երկրորդ միջազգային ֆորումի հյուրերին վարչապետ Փաշինյանը ողջունում է ու պատմում Ադրբեջանի հետ համաձայնեցված խաղաղության պայմանագրի տեքստ ունենք, զուգահեռ նաև ադրբեջանական նախապայմաններ այդ տեքստին իրավական ուժ տալու։ Մինսկի խմբի լուծարման փաստաթուղթը հայկական կողմը պատրաստ է ստորագրել խաղաղության պայմանագրի հետ նույն պահին նույն վայրում։ Ինչ վերաբերում է սահմանադրությունը փոխելու պահանջին, վարչապետը նշել է, որ եթե Հայաստանի սահմանադրական դատարանը որոշի, որ խաղաղության պայմանագիրը չի համապատասխանում սահմանադրությանը, այդ դեպքում ինքը կնախաձեռնի սահմանադրական փոփոխություններ։ Բայց այստեղ Փաշինյանը հիշեցրել է, որ ըստ սահմանադրական դատարանի Ալմաթայի հռչակագիրը, որի վրա հիմնված է թե սահմանազատման կանոնակարգը, թե պայմանագրի տեքստը լիովին համապատասխանում են Հայաստանի Հանրապետության սահմանադրությանը, ինչը նշանակում է, որ սահմանադրությունը տարածքային պահանջներ չունի որևէ մեկի նկատմամբ։ Եթե սահմանադրական դատարանը որոշի, որ նախագիծը համապատասխանում է, ապա ոչ մի խոչընդոտ չի լինի այն վավերացնելու նպատակով ազգային ժողով ուղարկելու համար։ Այնուհետև փաստաթուղթը կստանա Հայաստանում ամենաբարձր իրավական ուժը։ Համաձայն սահմանադրության 5-րդ հոդվածի 3-րդ կետի, որը ենթադրում է, որ ներպետական օրենսդրության հետ հակասության դեպքում կիրառվում են միջազգային պայմանագրերի դրույթները։ Համաձայնագիրը կլուծի բոլոր մտահոգությունները, որոնք կարող է ունենալ Ադրբեջանը։ Նրանց մտահոգությունները լուծելու ճանապարհը պայմանագիրը ստորագրելն է, ոչ թե այն ստորագրելուց հրաժարվելը։ Ադրբեջանի նախագահը նախորդ շաբաթ էր ձևակերպել, թե պաշտոնական Երևանը պետք է հստակ ասի, թե երբ են ադրբեջանցիները վերադառնալու իրենց նախկին բնակության վայրեր, վերադարձից հետո էլ ինչպես է ապահովվելու նրանց անվտանգությունը։ Փաշինյանը Երևանում պնդում է, չկա եւ չի կարող լինել արևմտյան Ադրբեջան Հայաստանի ինքնիշխան տարածքում։ Դրա քննարկումը Երևանի համար բացառված է։ Շարունակում է տևական եւ կայուն խաղաղությունը Հայաստանի եւ Ադրբեջանի միջև ոչ միայն հնարավոր է, այլև հասանելի։ Նրա խոսքով Երևանը վճռական է տրամադրված եւ հանձնառու է խաղաղության օրակարգին։ Հայաստանը պատրաստ է շարունակել խորհրդակցություններն Ադրբեջանի հետ, հասնելու խաղաղության պայմանագրի եւ այլ փաստաթղթերի ստորագրմանը, որոնք ամբողջովին եւ կտրուկ կփոխեն իրավիճակը եւ տարածաշրջանի ժողովուրդների ճակատագիրը։ Իմ համոզմունքն այն է, որ ի հեճուկս բոլոր փաստարկների, բոլոր սադրանքների եւ այլնի Հայաստանի եւ Ադրբեջանի միջև չի լինելու պատերազմ, լինելու է խաղաղություն եւ դա շատ միանշանակ է ինձ համար։ Խոսելով էթնիկ զտումներից, հիբրիդային պատերազմներից ու փոփոխվող աշխարհից Հայաստանի արտաքին դիվանագիտության ղեկավարն էլ ձևակերպում է. Հայաստանի տեսլականը պարզ է կարգավորել հարաբերությունները երկու հարևանների հետ, միմյանց ինքնիշխանության տարածքային ամբողջականության լիակատար կարգմամբ եւ փոխադարձ տարածքային պահանջների բացառմամբ եւ խորացնել ավանդաբար բարեկամական հարաբերությունները մյուսների հետ։ Մինչև մենք շարժվում ենք աշխարհաքաղաքական փոփոխվող միջավայրում, Հայաստանը շարունակում է հաստատակամ մնալ իր գործընկերություններն ամրապնդելու գործում նաև տարածաշրջանից անդին։ Մենք հաստատել ենք ամուր եւ ռազմավարական գործընկերություններ Միացյալ Նահանգներից մինչև Եվրոպա եւ Ասիա։ Իդեպ հայ պաշտոնյաները արտերկրի հյուրերին ներկայացրել են նաև կոմունիկացիաների ապաշրջափակման հետ կապված հարցեր, մասնավորապես նշելով, թե գնացքները կարող են գալ, անցնել անձնագրային սահմանային վերահսկողություն եւ հասնել մինչև Նախիջևան եւ հակառակ ուղղությամբ։ Սա Հայաստանի առաջարկներից մեկն է՝ ապահովելու կապակցվածություն Նախիջևանի եւ Ադրբեջանի հիմնական մասի միջև։ Իրանի արտաքին գործերի փոխնախարար Սաիդ Ղաթիբզադեն Երևանյան երկխոսություն միջազգային ֆորումում հայտնել է, որ Իրանը աջակցում է Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրին եւ համարում, որ այն պետք է հնարավորինս շուտ ստորագրվի։ Նա ընդգծել է, որ Իրանը դեմ է տարածաշրջանի աշխարհառազմավարական լանդշաֆտի ցանկացած փոփոխության եւ սատարում է կողմերի միջև համաձայնեցված լուծումներին միջազգային իրավունքի եւ Հայաստանի ինքնիշխանության շրջանակներում։ Ղաթիբզադեն նշել է, որ չի ընդունում միջանցքային տրամաբանությունը եւ ողջունում է խաղաղության խաչմերուկ նախաձեռնությունը։ Նա ընդգծել է, որ Հայաստանի կարևորությունը Իրանի համար աշխարհատնտեսական, աշխարհառազմավարական եւ մշակութային առումներով շատ մեծ է։ Ամփոփելով նա նշել է, որ խաղաղությունն է տարածաշրջանի կարիքը եւ Իրանը պատրաստ է գործածել իր բոլոր հնարավորությունները դրա ապահովման համար։ Ֆրանսիան շարունակում է մնալ Լեռնային Ղարաբաղից տեղահանվածների, նաև Հայաստանի կողքին, Երևանում վստահեցրել է Ժան-Նոել Բարոն։ Հարկ եմ համարում ընդգծել մեր գործակցությունը պաշտպանական ոլորտում, թե մասնագետների վերապատրաստումների, թե սպառազինությունների տրամադրման հարցում։ Այս ամենի նպատակն է Հայաստանին հնարավորություն տալ ապահովելու երկրի պաշտպանությունն ու սուվերենությունը։ Միրզոյանի հետ համատեղասուրիսի ժամանակ հայտարարել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարը եւ պնդել, որ Հայաստանի եւ Ֆրանսիայի հարաբերությունները երբևէ այսքան ինտենսիվ եւ վստահելի չեն եղել։
Մայիսի 26-ին ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին II մեկնել է Բեռն մասնակցելու կրոնական ազատություն, հայկական հոգևոր մշակութային եւ պատմական ժառանգության պահպանումը Արցախում միջազգային համաժողովին։ Միջոցառումը կազմակերպել են եկեղեցիների համաշխարհային խորհուրդը եւ Շվեյցարիայի բողոքական եկեղեցին։ Բուրըն քննարկման արժանացած 15-ից 20 միլիոն դրամ գումար վճարի իր 1 կամ մի քանի ամիս կծառայես նախագիծը պետք է քննարկվեր ազգային ժողովի պաշտպանության եւ անվտանգության հանձնաժողովում։ Նիստը սակայն տեղի չունեցավ։ Հանձնաժողովի նիստը վարող ԿՊԱ-ական պատգամավորը հայտնեց, որ ավելի հրատապ եւ կարեւոր նախագիծ ունեն քննարկելու եւ հետո հիշեցրեց, որ վճարի դիմաց ծառայությունից ազատվելու նախագիծը մանրակրկիտ քննարկելու կարիք ունի։ Մանրամասն կրկին լրացուցիչ քննարկումներից հետո կրկին կդնենք հանձնաժողովի նիստում հանրային մեծ ընդվզում կա եւ տարբեր հասարակական քաղաքական գործիչներ, հանրային գործիչներ ընդհանուր մինչև մարդու իրավունքների պաշտպանը տվել են իրենց բացական եզրակացությունը, ամեն դեպքում մենք հետամուտ ենք լինելու այս հարցը ընդմիշտ Հայաստանի Հանրապետության օրակարգից դուրս բերելու համար։ Նախագծի քննարկումը չեղարկվեց հանձնաժողովի անդամ ընդդիմադիր պատգամավորների գնահատական այդ նախագծի վերաբերյալ նույնն է, այն հակասահմանադրական է, թերի, վտանգներով լի եւ ոչ թե խթանելու է զորակոչի ենթակա երիտասարդ տղաների ներգաղթը, այլ բերելու է արտագաղթի թվերի ավելացմանը։ Շրջանակները ոչ միայն ընդունում են այս օրենքի նախագիծը, այլ կա մեծ սպասում եւ Սփյուռքում բնակվող մեր հայրենակիցների կողմից եւ Հայաստանի Հանրապետության տարածքում բնակվող մեր հայրենակիցները շատերը սպասում են օրենքի նախագծի ընդունմանը, ինչը իր հետ բերելու է ներգաղթ, հետախուզման մեջ գտնվող հայրենակիցների հետ վերադարձ, բերելու է արտագաղթի կանխում։ Ինչ վերաբերում է ներգաղթին, նախորդ տարի դուք օրենսդրական նախաձեռնություն հանդես եկաք, որը ընդունվեց քրեական հետապնդումից ազատվելու, բայց թվերը լրիվ ուրիշ բանի մասին է խոսում, 70 քանի հոգի է մի ամբողջ տարվա։ Գումարը կվճարեն կարճ ժամկետով կծառայեն ունևոր խավի փողատերերի զավակները, չունևորներն էլ սոցիալապես անապահովներն էլ կգնան ծառայության կամ ժամանակից շուտ կարտագաղթի արտասահման մինչև ծառայելու համար նախատեսված զորակոչային տարիքը կհասնի 37-ի։ Դրանից հետո նա կամ կվերադառնա երկիր կամ այլ զարթողի ճանապարհների կդիմի։ Եթե 9-10 տարի կարողացել է առանց Հայաստան ներկա գալու ապրել, եթե մինչև 27 տարեկան համբերել է, ինքը նաև համբերի մինչև 37 տարեկան։ Սա հասարակական տարբեր խմբերի մեջ բերելու է մեծ բախումների եւ ակնհայտորեն արդարության սկզբունք այստեղ ամբողջությամբ փլուզվում է։ Ռազմական ոլորտի շատ մասնագետներ էլ առաջարկում են մտածել ջանք թափել, թե ինչպես անել, որ բանակում ծառայելը դառնա գրավիչ, ներքին կանոնակարգային համակարգը լինի առողջ, զինված ուժերում չլինեն մահեր, արտակարգ դեպքեր խաղաղ պայմաններում եւ ի վերջո կոռուպցիան, վատ բարքերն արմատախիլ պետք է արվի զինված ուժերից։ Բոլորը պարտավոր են ծառայել Հայաստանի Հանրապետության զինված ուժերում, պետական մարմինները պարտավոր են կոռուպցիան, եթե ասում են, որ կոռուպցիա կա, կոռուպցիան արմատախիլ անել։ Ռազմական ոլորտի մասնագետները շատ հետաքրքրական եւ կարեւոր առաջարկներով են հանդես գալիս 21-րդ դարում պետություններ կան, որոնք պրոֆեսիոնալ վճարովի բանակներ են կառուցում։ Միլիոնավոր դոլարների հասնող գումարները, որ պետությունը ծախսում է վարժական հավաքների կազմակերպման, անցկացման համար, կարելի է գործածել պրոֆեսիոնալ բանակ կառուցելու վրա։ Մասնագետները վստահ են, բազմաթիվ քաղաքացիներ պատրաստակամություն կհայտնեն ընդգրկվել պրոֆեսիոնալ բանակում եւ ծառայել աշխատավարձի դիմաց։ Վրաստանը նշում է անկախության տոնը ուղիղ 107 տարի առաջ մայիսի 26-ին Թբիլիսին հայտարարեց Վրաստանի անկախ դեմոկրատական հանրապետության ծնունդը։ Օրվա առիթով շնորհավորական ուղերձում Վրաստանի նախագահ Միխայիլ Կավելաշվիլին հայտարարել է, որ դարեր շարունակ գետգիրը գտնվելով Եվրոպայի ամենաարևելյան ծայրում մենակ համարձակ պաշտպանել է քրիստոնեական եւ եվրոպական արժեքները, եւ այսօր պետք է մեկ ընդմիշտ հասկանալ, որ զուր են հույսերը, թե մի օր որևէ օտար ուժ կգա եւ կփրկի մեզ։ Վրաստանի նախագահի խոսքով Թբիլիսին պատրաստ է Եվրոպայի գործակցությանը, որը սակայն հիմնված կլինի իրավահավասարության վրա։ Հավայյան կղզիներում տեղի է ունեցել Կիլաուեյա հրաբխի նոր ժայթքումը, արտանետվող լավայի բարձրությունը հասել է ավելի քան 300 մետրի։ Անցած տարվա ընթացքում Հայաստանում արտադրվող ցեմենտի քանակը ներմուծման հաշվին կրճատվել է։ Բանն այն է, որ Իրանում էներգակիրները բավականին էժան են։ Վերջին շրջանում իրանական մանաթը արժեզրկվել է եւ արձանագրվել է ցեմենտի ինքնարժեքի անկում։ Այդ ապրանքը դարձել է հակամրցակցային Հայաստանում ցեմենտ արտադրողների համար։ Էկոնոմիկայի նախարարությունն առաջարկում է ցեմենտի ներմուծման համար պետական турքի 200 պատիկը դարձնել 800 պատիկ։ Այդ կերպ ըստ օրենքի նախագծի հեղինակների հնարավոր կլինի պաշտպանել ներքին արտադրողին։
Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել օրենսդրական նախաձեռնությանը։ Մենք չենք դիտարկում, որ ցեմենտի գինը պետք է բարձրանա կամ բարձրանա գոնե չենք դիտարկում, որ պետք է բարձրանա 6000 դրամ տարբերությամբ, այլ մենք ենթադրում ենք, որ պետք է այստեղ լինի ինքնարժեքի շահույթի, գեշահույթի կրճատման հաշվին, նաև որպեսզի մեր արտադրողները մրցակցային լինեն, որտեղ մեր արտադրողների գնի բարձրացում չի դիտարկվել, բայց ամեն դեպքում, եթե անգամ դիտարկենք, որ որոշակի գնի բարձրացում լինելու է, գնահատվել է ընդհանուր շինարարության վրա 1 քառակուսի մետրի վրա 1%-ի շրջանակներում գնի բարձրացումը տեղի ունենում։ Դանակահարություն է տեղի ունեցել Երևանում մայիսի 24-ին 19-ից 59 է ահազանգ ստացվել, որ Կոմիտասի պողոտայից 2 քաղաքացիներ դանակահարված վիճակում տեղափոխվել են հիվանդանոցներ։ Մեկը Միքայելյան վիրաբուժության ինստիտուտ, մյուսը Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց։ 2 հիվանդանոցներն մեկնել քրեական ոստիկանները, սակայն բժիշկները 2 հիվանդանոցներում էլ քրեական ոստիկաններին հայտնել են, որ վիրավորները գտնվում են վիրահատարանում, որոնցից մեկը ծայրահեղ ծանր ախտորոշմամբ։ Հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորները գտնվում են վիրահատարանում եւ ի վիճակի չեն կատարվածի մասին բացատրություն տալու։ Ու մինչ բժիշկները պայքարում էին վիրավորների կյանքի համար, քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողները պարզել են, որ Միքայելյան վիրաբուժության ինստիտուտ է տեղափոխվել Երևանի բնակիչ 29-ամյա Կարապետը որովայնի վնասվածքով, իսկ Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց է տեղափոխվել Երևանի բնակիչ 30-ամյա Կարենը գլխի վնասվածքով։ Արդեն ոստիկանները ժամանել են դեպքի վայր, այս հատված Դեպքի վայրում ոստիկաններն ու պարեկները հայտնաբերել են վթարված Մերսեդես, որից մոտ 80 մետր ներքև արագաչափի հարևանությամբ դարձյալ վթարված Օփել։ Քիչ հեռու հայտնաբերվել է նաև Օփելի շիթը եւ մեկ այլ ավտոմեքենայի համարանիշ։ Հերթական օպերատիվ տեղեկություններով պարզվել է, որ հենց այստեղ է տեղի ունեցել վիճաբանություն, դանակահարությունը։ Գագիկ Շամշյանի տեղեկություններով նշված վայրում տեղի է ունեցել վթար, որն այնուհետև վերածվել է վիճաբանության, ապա ծեծկրտուքի, իսկ վիրավորները հարազատ եղբայրներ են, որոնցից մեկի ոտքին եղել է պրոբացիոն ծառայության կողմից տեղադրված հատուկ սարք։ Իմ տեղեկություններով վիրավորներից մեկի ոտքին ասում են բրասլետ է եղել, ինչը ենթադրում է, որ կալանավորված է եղել կամ խափանման միջոց այլընտրանքային Մանվան ելքով վրայերթ է տեղի ունեցել մայիսի 26-ի վաղ առավոտյան 29-ամյա Ժորան Մերսեդեսով հյուսիս-հարավ Մայրուղուց դեպի Երևան Արտաշատի խճուղի հատվածում վրայերթի է ենթարկել մի տղամարդու, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապ օգնություն։ Օպերատիվորեն ժամանած բժիշկների հերթապահ խումբը նախ տեղում առաջին բուժօգնությունն է ցուցաբերել վրայերթի ենթարկվածին, ապա տեղափոխել Էրեբունի բժշկական կենտրոն, սակայն վիրավորը հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է։ Օպերատիվորեն ժամանել են ներքին գործերի նախարարության ոստիկանության բարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի գումարտակներից մեկի բարեկները գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանի, գումարտակի հրամանատար Գոր Առաքելյանի եւ գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանի գլխավորությամբ բարեկները սահմանազատել են տարածքը։ Մահացածի ինքնությունը պարզվում է, վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, նա եղել է սթափ։ Գյումրի-Երևան մարդատար գնացքը վրայերթի է ենթարկել գծերի վրա հայտնված 14-ամյա տղային։ Բժիշկները արձանագրել են վերջինի մահը։ Ողբերգական դեպքը գրանցվել է մայիսի 25-ին Արմավիրի մարզում Ջրառատ գյուղում, Հարավկովկասյան երկաթուղու Էջմիածին կայարանում։ Ըստ նախնական տեղեկությունների մահացածը ականջակալներով է եղել։ Մոտ 500-ից 600 մետր հեռավորություն է գտնվում մարդատար գնացքը, ուղևորներ են եղել։ Հիմա հեռվում տեսնում եք գնացքը Երևան-Գյումրի։ Գագիկ Շամշյանի տեղեկություններով մահացածը Արցախի Հանրապետության քաղաքացի 14-ամյա Մարտինն է, իսկ գնացքավարը Երևանի բնակիչ 37-ամյա Վահեն։
Նույն օրը մահվան ելքով վրա էր թե տեղի ունեցել Կոտայքի մարզում Երևանի բնակիչ 19-ամյա Դավիթը իր վարած Մերսեդեսով Երևան-Սևան ավտոճանապարհին վրա էր թե ենթարկել մի կնոջ։ Դեպքի վայրեն ժամանակ ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի երկրորդ դաշտի պարեկները գումարտակի հրամանատար Լևոն Բադալյանի գլխավորությամբ այս պահին թե մեքենայի վայրը, թե հետիոտնի մահվան վայրը պարեկները սահմանազատել են։ Վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն։ Ժամանած բժիշկները արձանագրել են հետիոտնի մահը։ Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, նա եղել է սթափ։ Ողբերգական դեպք է գրանցվել նաև մայիսի 24-ին Ծաղկաձոր քաղաքի Վլադիմիր Հարությունյան փողոցում բագի մակնիշի կվադրոցիկլը կողաշրջվել է։ 5 հոգի տարբեր աստիճանի վնասվածքներով ծայրահեղ ծանր տեղափոխվել են Հրազդանի բժշկական կենտրոն, որտեղ վիրավորներից 2-ը գիտակցության չգալով մահացել են։ Նույն օրը խոշոր ավտովթար է գրանցվել Արագածոտնի մարզում Մարգարավանաձոր Տաշիր ավտոճանապարհին բախվել են 37-ամյա Վլադիմիրի Մերսեդեսն ու 28-ամյա Արամի Միցուբիշին։ Վերջինը դուրս եկել երթևեկելի գոտուց եւ կողաշրջված հայտնվել դաշտում։ Միցուբիշի վարորդը եւ նրա 27-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Ապարան բժշկական կենտրոն։ Գագիկ Շամշյանի տեղեկություններով բեռնատար Մերսեդեսը պատկանում է Դոմուս ընկերությանը։ Զովունիում վթարի հետևանքով մահացել է Երևանի ամենատարեց 104-ամյա տղամարդը։ Ավտովթարը տեղի էր ունեցել մայիսի 24-ին։ Բախվել էին 2 Մերսեդեսները, որոնցից մեկն էլ բախվել էր Բետոնե Էլեկտրասյանն ու բնակչի տան քարե եւ ցանցե պարսպին։ Պարզվել է, որ Մերսեդեսներից մեկը վարել է 35-ամյա Գևորգը, իսկ մյուս Մերսեդեսը վարել է 43-ամյա Կարենը։ Վթարի հետևանքով Արմենիա բժշկական կենտրոն էին տեղափոխվել Մերսեդեսի վարորդ Գևորգը, նրա ուղևորներ 104-ամյա Գրիգորը, 60-ամյա Սուսաննան եւ 69-ամյա Մարիամը։ Վթարի օրը վիրավորներին առաջին օգնության էին հասել քաղաքացիները, օպերատիվորեն ժամանել էին նաև բժիշկները եւ հրշեջ փրկարարները։ Մերսեդեսներից մեկը հայտնվել էր ճանապարհի մեջտեղում եւ պարեկներին հաջողվել էր կարգավորել երթևեկությունը ու խուսափել խցանումներից։ Իսկ Տավուշի մարզում Դիլիջանի առաջին բոլորանում կողաշրջվել է հեղուկ գազ տեղափոխող Իվեկո բեռնատարը։ Իվեկոյի վարորդը 41-ամյա Միշա Գևորգյանն է։ Տուժածներ չկան։ Փրկարարները հոսանքազրկել են բեռնատարը, իրականացրել ճանապարհի լվացման եւ կցորդիչի հովացման աշխատանքներ։ Մայիսի 24-ին խոշոր ավտովթար է տեղ ունեցել նաև Երևանի կենտրոնում, Պուշկին եւ Տերյան փողոցների խաչմերուկում բախվել են 25-ամյա Գագիկ Մկրտչյանի Ինֆինիտին եւ 24-ամյա Սարգիս Փանոսյանի Kia Forte-ն։ Բախման հետևանքով Kia Forte-ն շրջվել է։ Վիրավորներից մեկին մեքենայից դուրս բերելու համար փրկարարները օգտագործել են հատուկ տեխնիկա։ Դեպքի վայրեն ժամանել օպերատիվորեն ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի գումարտակներից մեկի պարեկները գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի գլխավորությամբ պարեկները սահմանազատել են տարածքը, դեպքի վայրեն ժամանել նաև ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Երևանի հրշեջ փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ, այս պահին փրկարարները հոսանքազրկում են ավտոմեքենաները։ 2 հոգի տարբեր աստիճանի վնասվածքներով տեղափոխվել են Երևանի տարբեր հիվանդանոցներ, իսկ 1 հոգու տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել Երևանի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը։ Պարզվել է, որ Ինֆինիտիի վարորդը եղել է ոչ սթափ, վթարի վայրում հայտնաբերվել են թմրանյութի նմանվող կասկածելի փաթեթներ։
Մայիսի 23-ին Mercedes Sprinter-ը Բերտնավուր ճանապարհին դուրս եկել երթևեկելի գոտուց, կոտրել ճանապարհին տեղադրված ցուցանակը, ապա առաջ ընթացել մոտ 2 մետր բարձրությունից բախվել պատին, ընկել նշված տան դիմաց կայանված VAZ 2107-ի վրա եւ կոտրել տան մուտքի երկաթե դուռը։ Մեկ հոգի տեղում մահացել է, հավաքվածների խոսքով Mercedes-ը գրանցված է ինչ-որ ընկերության անունով եւ այդ ընկերությունը Պաշտպանության նախարարության զորամասեր ամենօրյա սնունդ էր տեղափոխում։ Նույն օրը Երևանի Վիլնյուսի փողոցի թիվ 107 հասցեի մոտ Կիան բախվել է թույլատրելի հատվածում կայանված BMW-ին ու մոտ 5-ից 6 մետր հրելով առաջ է տարել։ BMW-ն էլ այնուհետև բախվել է Opel Zafira-ին։ 4 վիրավոր կա, 2 մեծահասակները, կին եւ տղամարդ վնասվածքներով տեղափոխվել են Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն, իսկ 2 երեխաները Արաբկիր բժշկական կենտրոն։ Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները եւ օպերատիվ են գործել փրկարարները, ինչպես նաեւ Երևանի շտապ օգնության բժիշկների հերթապահ խումբը։ Մայիսի 23-ին Զանգակատուն գյուղի վարչական տարածքում բախվել են 72-ամյա Միսակի VAZ 2106-ը եւ 20-ամյա Հայկի Opel Astra-ն։ VAZ 2106-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է նախ Արարատ բժշկական կենտրոն, ապա Էրեբունի բժշկական կենտրոն, որտեղ գիտակցության չգալով մահացել է։